Սրտանց փառք տանք Տիրոջ սիրելի եղբայրներ քույրեր, մի բան որ շատ պետք է մեզ, ամեն ինչ անում ենք, որ հասնենք դրան։ Լացել ապետ, մինչև քոք լացում ենք, որ հասնենք դրան։ Ես խորը համոզված եմ, ով որ շատ է ուզում կյանք ունենալ, նա ունենում է, շատ է ուզում, ամենաշատ արցունք դրա համար է թափում, ամենաշատ դրա համար է ողբում, ես էլ եմ ձերման մարդ, ես շատ չար մարդ եմ եղել, շատ մարդասպան համարյա, ես ուզում էի մեղքից ազատվել, գնում էի մեր կոլխոզի դաշտերը, որ մարդ չլսեր իմ ողբի ձայնը, ողբում էի, ասում էի, Տեր, այս մարմինը մերցրա ուրիշ մարմին սարքի, այդ ողբերը օրեօր խորանում էր, և եկա մի գեղեցիկ օր, Աստված ազատեց ինձ մեղքի քերությունից, որտև շատ էի ուզում, շատ, ես խորը համոզված եմ, ուզում ես 100 անգամ արիստե գնա, եթե քեզ պետք է հոգու բժշկություն, շատ ուզես, ինչի է մարդ հոգու բժշկություն ուզում, ամբողջ Աստվածաշունչը գրված է այդ մասին, ասում է, եկեք ինձի բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, տենց է գրած, եկեք ինձ բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, և ձեզ պիտի հանգստացնեմ, որ դու չես հոգնել քո եսից ու փառքից, չես հոգնել մեղքի կյանքից, չես հոգնել, չես զզվել քեզանից, դու ավատացյալ չես դառնա։ Ես հոգնել էի աշխարհից, սովորելից էլ հոգնել էի, սովորում եմ համալսարանի 3-րդ կուրսում, ասում էի, ես ինչ կյանք է, որ վաղը պիտի հողը լցեն գլխիս, ես հոգնել էի այս աշխարհի կյանքից, իմ եսից, փառքից, դիրքից, զզվում է ինձանից, եթե չես հոգնել քեզանից, քո փառքից, քո դիրքից, դու Քրիստոսի մոտ չես գա, դու տենց նստած կմնաս, նայեք, ով որ հոգնել է այս մեղքի կյանքից, Զաքեոսը հոգնել էր, նա ծառը հելավ, հոգնել էր իրանից, մարդը պետք է հոգնի մեղքի կյանքից, որ գնա Հիսուսին, թե չի գնա, 10 տարի էլ տպեն չի գնա, միլիարդ դոլար էլ տան չի գնա, ինչ անեն չի գնա, պետք է հոգնես քո եսից, Սատանան մի ուսմունք է սովորացրել բոլոր մարդկանց, այդ ուսմունք առաջինը սովորեցրեց Ադամին, Ադամին ասեց, ինչի մեղանչեցիր Տերը, ասեց Եվան արեց, Եվան ասեց Եվան գցեց օձի վրա, եթե դու ուրիշին մեղադրել գիտես, դու չես ապաշխարի, ոչ էլ հովտեցը, ոչ էլ երկին կետաս, կմնաս դժողքի մեջ, Պողոսի նման մարդը, բարի պատերազմ է, իրադեմն է պատերազմ է, ես նոր հոգի եմ եղել, քարոզիչ էլ չեմ եղել, այդ դասը սովորեցրել անձի Աստված, ոնց է սովորեցրել, բացատրեմ, մեր Հակոբ եղբայրն ասեց, Պավել եղբայր, որտեղ ես ապրում, ասի 3-րդ մասում եմ ապրում, ասեց մի հատ սենց եղբայր կա, ճանաչում ես, ասի գիտեմ, տուն էլ գիտեմ, ասես կետաս կասես, որ ես ինչ օրը կա, ես ինչ անես ինչ տեղ, ես էլ ուրախացա, որ Հայաստանի երեց ընձի պանը հանձնար է, ես էլ երեխա գնացել է խոստովանության, ուրախ, նենց ուրախություն ալծվե մեջ ես, ոնց որ Հիսուս ընձի բան հանձնարարած ունի,
եկա այդ եղբորտուն մտա, ուրախ ասի, եղբայր, Հակոբ եղբայրը քեզ ասում է, ինչ օր ես ինչ ամին լես իշտեղ, մեկ էլ սենց արեց, դու էլ մարդ դարար այդ աղա, ես չգիտեմ ինչ խնդիր կա, մեկ էլ դեղից կնի գտուս եկավ, ասեց է թեղնա գտուց ինչ է ուզում քեզնից, մի լացս խորացավ, ընդ էիս տղեն դուս եկավ, մի թվակյալ էլ ենի ասեց, ես լացելով գնացի տուն, ամբողջ ճամփեն մտածում եմ, ուրախությունից կարողան ես բան խոսացես մարդկանց նեղացրեցի, եղբայրներ քուրեր, լացում էի ու չէի կարում հանգստանայի, ծնգի վրա շատ եմ սիրում Սուրբ Գիրք կարդալ, այդ ժամանակ սաղմոսներ շատ էի սիրում և սկսեցի կարդալ, լացել, աղոթել, մինչև հանգստանամ և տեսեք ոնց հանգստացա սիրելներ։ Թշնամին չէր զիս նախատողը, որ համբերեի, կամ ատողը չէր իմ վրաս հպարտացող, որ անկե պահվեի։ Հապա դուն ով մարդ իմ հավասարս, իմ ընկերս, ճանչվորս, որը հետ անուշ խոսակցություն կենեին, բազմության հետ աստոտուն կերթայինք։ Այս խոսքը մտավ հոգուս մեջ և ես բժշկվա։ Եվ հաջորդ օրը ծոմ եմ պահել իրանց ընտանիքի համար և իմ համար։ Ես սովորել եմ մի բան հավատքից, ինչ ուզում անեն իմ գլուխ, ես դի մեղադրեմ ինձի։ Սա բարի պատերազմ է։ Ով սա չի սովորել, նա հավատացյալ չի դառնա։ Ինչ ուզում ես մեռել հարություն տուր, եթե քեզ մեղադրեցին, քեզ մեղադրի, նրան մի մեղադրի։ Ես նայել եմ բոլոր հավատացյալների մեծամասնությունը վիրավորում են դիմացի եղբորից, դիմացի քրոջից։ Գիսուրից, կեսրարից, վերջը ինչ կա, մեղադրի քեզ։ Մեղադրի քեզ, այս բարի պատերազմը արա։ Չես փոշմանի, ինչ կլինի քեզ մեղադրի։ Նեյմանը, մի հատ հարստան, ինքը ինչ կապ ուներ պարիսպների քանդվելու հետ։ Նա Արտաշես թագավորում է թագավոր ծառան էր նրա։ Զղջաց ինքն էլ, իրա հորտուն էլ, մեղավոր սարքեց իրան։ Եթե քեզ դեմ պատերազմ չունես ամեն ատեն, դու քրիստոնյա չես դառնա։ Սա պրակտիկ ապրել եմ ես։ Ինչ եղել է ասել եմ, մեղավորը դու ես պավել։ Մեղքը քո մեջն է, մեղքը քո մեջ մաքրի, քեզ մաքրի։ Ինչ ես նեղվում, սուտ տեղը խոսացել են, խիչ ես ցնծում, խիչ ես օրհնում, քեզ մեղադրի պավել։ Եվ 52 տարի ինձ եմ մեղադրում, գիշեր ցերեկ։ Ովքեր ուրիշին մեղադրում, նրանք հավատացյալ չեն դառնա։ Նրանք ստից մարդիկ են։ Ես լուրջ եմ ասում։ Ով ուրիշի դատում է, բամբասում է, չարախոսում է, նրանք Աստծո երեսից ընկած մարդիկ են։ Աստծո հետ կապ չունեն։ Մի հատ հարցնամ ձեզ։ Հիսուս ամբողջ աշխարհի մեղքը վերցեց իր վրա, թե չվերցեց։ Հիմա եթե Հիսուսի զավակն եմ, չեմ կարող եղբոր մեղքը վերցեմ իր վրա։ Քուրիկիս, կնոջս, երեխայիս, աղբորս, հարևանիս, հարազատիս, վերցավրետ լացի, մեղ կա այդ մարդը, որ մեղ կա գործում, խես դատում նրան, խես անարգում նրան, խես լսեմ ասում նրան, Պողոս առաքյալը, որ իրան չդատեր,
խաչի թշնամիներ լաց կլներ, իրան որ չդատեր, նրանց համար լաց կլներ, սուկ կաներ կորինթացիների համար, որոնք մեղք էին գործում, անարակություն պղծություններին անում, իրան որ չդատեր, նրանց համար սուկ կաներ, եթե ուրիշի դատում ես, բամբասում ես, դու անհավատ կրապաշտ Աստծո երեսից ընկած մարդ ես։ Ես ուղղ եմ ասում։ Մի մարդ չկա Սուրբ գրքում, ինչի կորխի Աբիրոնի մասին գրած է գրքում։ Ինչ արեցին նրանք, որ մեռան։ Անարգեցին Մովսեսին։ Անարգեցին։ Եվ դրանց ինչ պատիժ տվեց Աստված։ Դժոխքը փասեց լցրեց մեջը, որ ես ու դու վախենանք, այդպես բան չանենք։ Նրանք սուրբ գործ էին անում, սուրբ գործեր էին անում այդ մարդիկ։ Դժոխքը փասեց լցրեց նրա մեջ, որ հասկանանք ես ու դու, որ ուրիշի չդատենք, մեզի դատենք, մեր կուրծքը ծեծենք, ես իմ կուրծքը, ես ամեն օր ինձ դատելով պատերազմ եմ իմ դեմ, ուրիշի դեմ պատերազմելուց օգուտ չկա բացի սատանի գերի դառնալու, դատեք ձեզ, որ փրկվեք, խնդրեմ, ինչա գրած ես խոսքը, ինչա ես խոսքը գրած, ես խոսքը ինչի մարա գրած, ստությունը ատեցի ու անարգեցի, բայց քորենքը սիրեցի, գրածա բոլոր մարդիկ սուտ են, Պավել, այդ սուտը քեզ էլ ավերում, դու ստության մայրաքաղաք ես, Պավել, քեզ ատի անարգի, որ Աստծո օրենքը սիրես, մենք մեզի չենք ատում անարգում, դրա համար չենք սիրում ոչ Աստծուն, ոչ էլ Աստծո օրենքը, մենք այդպես կեղտոտ բնություն ունենք, ուրիշին դատել, ուրիշին մերկացնել, ուրիշի սխալը չափազանցնել, հələ մի հատ քոնը նայ էլի, Պողոս առաքյալ ինչ ասեց, ինչ խղճալի մարդ եմ, այդ խղճալին կարող է ես ու դու չենք, էդի կարող է մենք չենք, բոլորս են մեղքի բնություն ենք, ով հիմար չունի, սաղ էլ ունեն, մարդիկ աչքերը բացվել է, տեսել է իրան, մարդը ատում է իրան, առհամարում է իրան, անարգում է իրան, լսեմաստում է իրան, որ Քրիստոս շայի, Քրիստոսի մեջ ապրի, ուրիշ բան չեմ ուզում ասեմ, ով որ պատերազմա ուրիշի դեմ, նա դժոխք է տալու, ես ուղղ եմ ասում, ով որ դատում է ուրիշին, բամբասում է ուրիշին, գցում է ուրիշին, նսեմացնում է ուրիշին, ով ուզում ալնի, նա արժանի է դժոխքի, ինչով դատես, նրանով դատվելու ես, չես վախենում այդ խոսքից, վախեցի, Աստծո խոսքից դողա, բոմից չի դողա, զնձից մի դողա, Աստծո խոսքից դողա, Տերը ասում է, հոգնել ես քեզանից, պիտի դատես քեզ, որ հոգնես, Տերը կլսի քո աղերսանքը, դու սրտանց աղոթի, և քեզ կյանք կտա, Աստծո արքայություն կլսնի քո մեջ, և կբժշկի քո բոլոր հիվանդությունները, եթե դու միայն քեզ դատես, միայն քեզ անարգես, մարդիկ հիվանդանում ես են անում, էնի պատճառ եղավ ես հիվանդացա, էնի պատճառ եղավ ես ես ծանր գործեր արի հիվանդացա, էնի պատճառ եղավ սենց եղավ, դու ուրիշին մի դատի, ասա ես եմ մեղավոր, ես միշտ ինձ եմ դատում, իմ դեմ եմ պատերազմում, որ հավատքս պահել սովորեմ, ընթացքս կատարել սովորեմ, հասկանամ ուր եմ գնում, ու մոտ եմ գնում, գեսերքի արարիչը, իչավ խաչի վրա, ամբողջ աշխարհի մեղքը վերցես, մի քանի մարդի մեղք չես կարող վերցնես վրեդ, լացես ողբաս քո ազգի համար, քո ցեղի համար, քո արևանության համար, քո գերի համար, քո ընտանիքի համար, ինչու չես լացում, որտեղ դու կենթանի հավատ չունես, որ այդ մարդ դժոխք է գնում, դժոխք գնացող մարդին խղճալապետ թե դատելապետք, խղճալապետ թե դատելապետք,
Եթե դու համատացյալ ես խղճակ, կարեկցա, ողորմիր, գտա նրան, օրհնի նրան, քեզ դատի ուրիշին օրհնի, կանգնենք ոտի աղոթքի